Բայց եթե կան ծրագրեր, որոնք ազգային են, որոնք ուղղակի սրանց հակառակ պատկերն են, օրինակ եմ ասում, ասենք Արցախի հարցը լուծումը ո՞նց եք պատկերացնում։ Օրինակ ցեղասպանության հարցը ո՞նց եք դուք պատկերացնում։ Հայաստանը պետք է հետամուտ լինի բանին, խնդրին, թե չէ։ Պետք է դարձնի արտաքին քաղաքական օրգան։ Թող պատասխանեն այդ հարցերին։ Դե չէ բոլորն էլ ասում են, ասենք ես գործարան կսարքեմ, աշխատատեղ կստեղծեմ։ Այդ նույն բաները իշխանությունն էլ է ասում։ Իշխանությունն էլ է ասում, ընդդիմությունն էլ է ասում, սոցիալական ոլորտը իշխանությունն անում է որոշ բաներ, թեկուզ ժամանակավոր անվճար բժշկություն, ասի անվճար կրթություն կամ մի ուրիշ բան, ասենք այս բաները բոլորն էլ ասում են։ Բայց այն կարևոր տեսեք ոչ ոք չի խոսում այդ մասին, ոչ ոք չի պատասխանում հարցին։ Արցախի հարցի հետ ինչ եք անելու։ Արցախը մեր խնդիրն է, ինչ եք անելու, այդ հարցը ո՞նց եք լուծելու։ Ասեք որ մարդը իմանա ինչ է անում։ Որ եթե ինքը ցավում Արցախի համար, գա ձեզ քվեարկի, ասի որ դուք եթե լուծում եք սենց, ես լուծում եմ։ Ցեղասպանությունը սենց։ Կամ խաղաղության գործընթացը, ինչպեսի բանակցային գործընթացի ուղղությամբ, անվտանգության հարցերը ո՞նց եք լուծելու։ Ասեք իմանանք, մենք պետք է իմանանք, գալիս ենք քվեարկելու մեր իրավունքը, կառավարման իրավունքը տալիս ենք ձեզ, որ դուք կառավարեք։ Բայց պետք է իմանամ, չէ՞, ում եմ տալիս այս իրավունքը, ով է, թե չէ Պողոսն ասում է, Պետրոսը զանգել է, ասում է գնացեք տվեք այս ինչին, այն մեկը զանգել է գնա դու այդ խնամի ծանոթ բարեկամ ընկեր հարևան, այս տրամաբանությամբ աշխատել է կամ պաշտոնյա պաշտոն ունեմ, ՔՊ-ի ժամանակ աշխատում եմ, ուրեմն բարեկամներից տանենք թող ընտրեն ՔՊ-ին, հենց գործից հանում են, դառնում են ամենամեծ թշնամին ՔՊ-ի։